Ավագ ուրբաթ օրը արարողությունների ընթացքում հավատացյալները վերապրում են Քրիստոսի երկրային կյանքի վերջին ժամերը։ Խաչելության կարգից հետո երեկոյան կատարվում է Հիսուսի խաչից իջեցման և թաղման հիշատակի արարողությունը։ Քրիստոսի թաղման հիշատակության կարգը Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում կատարվեց ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ։ Օրվա սուրբգրային ընթերցումներն ու շարականները ներկայացնում են Քրիստոսի երկրային կյանքի վերջին իրադարձությունները՝ խաչելությունը, թաղումը և գերեզմանի մեջ դրվելը։ Թաղման կարգի ժամանակ հնչում է «Խաչի քո Քրիստոս» շարականը, որը հիշատակում է Տիրոջ մատնությունն ու մարդկության մեղքերի համար կրած չարչարանքները։ Հիսուսին խաչից իջեցնելու համար Հովսեփ Արիմաթեացի անունով մի մեծահարուստ գալով Պիղատոսի մոտ խնդրում է խաչյալի մարմինն իրեն տալ, ապա պատանելով ամփոփում է վիմափոր գերեզմանում, որտեղ մինչ այդ ոչ ոք չէր թաղվել։ Քրիստոսի թաղման այս արարողությունը երկու նշանակություն ունի մեզ համար, վաղճանաբանական եւ նաեւ այս կյանքի համար։ Այս կյանքի համար Աստված կորուստները, որ ունենում ենք, մխիթարություններ է տալիս։ Ճիշտ է, նույն կորուստները չեն վերականգնվում, որ ցավոք սրտի գերեզմանները շատացան պատերազմի պատճառով մեր ժողովրդի կյանքում, բայց Աստված դրանց փոխարեն մխիթարություններ է տալիս եւ այս արարողությունը մեզ հուշում է, որ Աստված նաեւ երկնքում հավատքով Քրիստոսին միացածներին երանություն է պարգևում, բայց նաեւ այս կյանքի համար, որ ցանկացած կորուստ Աստված մեզ տալիս է, կորուստի համար Աստված մեզ տալիս է մխիթարություն, տալիս է նոր ձեռքբերումներ եւ Աստծո օրհնությունները չեն պակասելու մեր կյանքից։ Ինչքան էլ որ դժվարին իրողություններ ունենք, այդ դժվարին իրողությունները պսակվելու են վերջում հաղթանակով եւ հարությամբ։ Մենք դրան ենք հավատում եւ այդ հավատքով է, որ մասնակցում ենք այս արարողությանը։ Ավագ ուրբաթ օրը հայտնի է նաեւ Սգո ուրբաթ անունով։ Այդ օրն ավանդույթի համաձայն ծաղիկներով ու մշտադալար ծառերի ոսկերով պատրաստված Տիրոջ խորհրդանշական գերեզմանը դրվում է ատյանում, Սուրբ խորանի առջև։ Հոգևոր դասը ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ եւ հավատացյալների ուղեկցությամբ Տիրոջ խորհրդանշական գերեզմանը դուրս բերեց Մայր տաճարից եւ շարականների երգեցողությամբ ու խնկարկությամբ պտտեցրեց տաճարի բակում։ Ըստ հոգևոր հայրերի, Ծաղկահյուս այս գերեզմանը ոչ թե մահ, այլ կյանք, հավիտենություն ու երանություն է ավետում։ Ավագ շաբաթ օրը ժամերգությունից հետո Ծաղկահյուս գերեզմանը կքանդվի, ծաղիկներն ու ոսկերը կբաժանվեն հավատացյալներին, մարդիկ այն տուն կտանեն եւ ծաղկազարդի օրնված ճյուղերի հետ կպահեն մինչեւ հաջորդ տարվա ավագ ուրբաթ։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։